Պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, Պաշտպանության նախարարի հորդորը։ Հայաստան-Եվրամիություն մերձեցումը վնաս է Երևան-Մոսկվա հարաբերություններին եւ Եվին պետք է փոխարինի կամը։ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, հայտարարություն Անկարայից։ Էներգետիկ հրադադար ռուս-ուկրաինական ճակատում, Պուտինը ընդառաջել է Թրամփի խնդրանքին։ Թանկարժեք մետաղը ավելի է թանկանում, ուր կհասնի ոսկու գինը։ Պայմանական հրդեհ իրական գործողություններ, հայ եւ ռուս փրկարարների համատեղ գործողությունները։ Կրթել, ոչ թե արգելել երեխաների թվային անվտանգության հարցը ԲՏԱ նախարարություն է հասել։ Կապել ամրագոտիները, Full House-ը վայրեջք է կատարում կինոթատրոններում։ Միկում ջուր պապակ շուրթերին, աղի բլիթն ու Սուրբ Սարգսի տոնը հայաստանյաց եկեղեցիներում։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին։ Եվ այսպես թողարկումը սկսենք տարածաշրջանային զարգացումներով։ Միջազգային մամուլի գլխագրերում Միացյալ Նահանգներ Իրան հնարավոր բախման մասին լուրերն են։ Որքանով է սա հնարավոր եւ ինչ հետևանքներ կունենա, հարցերը դեռևս պատասխաններ չունեն, բայց այս ընթացքում միջնորդի դեր է իրեն վերապահում Թուրքիան եւ հայտարարում է, որ պատրաստ է հարթակ տրամադրել կողմերին բանակցելու համար։ Մյուս կողմից Թեհրանն է ուղիղ տեքստով ասում, պատրաստ է եւ բանակցելու եւ պատերազմի։ Նայիրի Մուրադյանն է շարունակում թեման։ Արախչի Ֆիդան տետ-ա-տետ հանդիպումից հետո միջազգային լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերից մեկն է. ինչպես է պատրաստվում օրինակ Թուրքիան մեղմացնել, վերացնել լարվածությունն ու հնարավոր պատերազմը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև։ Ինչպես եւ ակնկալվում էր թուրքական դիվանագիտական պատասխանից ոչնչով։ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան այդ հարցի լուծման համար միայն մեկ պատասխան կարող է ունենալ՝ զուտ ցանկության, հորդորի, կոչի տարբերակով։ Մենք կարծում ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն կառուցողական հիմքի վրա, ինչը կարևոր է տարածաշրջանային լարվածության նվազեցման համար։ Մենք դեմ ենք Իրանի դեմ ռազմական միջամտությանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արախչին ԱՄՆ-ի դաշնակից պետության արտաքին գերատեսչության ղեկավարի ներկայությամբ հայտնեց, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է դադարեցնեն իր երկրի հետ սպառնալիքների լեզվով խոսել։ Ըստ Արախչիի, Իրանը երբեք դեմ չի եղել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակներին։ Մենք պատրաստ ենք եւ բանակցությունների եւ պատերազմի, ավելիին ենք պատրաստ, քան տեղի ունեցավ հունիսին։ Բանակցությունները չեն կարող թելադրվել կամ նախապայմանների լեզվով կիրառվել։ Եթե կողմերից մեկը թելադրում է իր պահանջները, ապա բանակցությունները դադարում են։ ԱՄՆ-Իրան լարվածությանը զուգահեռ միասնական ուժերով վարժանքներ են սկսել Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Մինչև Հական Ֆիդան Աբաս Արախչի հանդիպումը սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին նաև, թե Իրանի այսպես ասած թիվ 1 բորտը թռիչքի ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա։ Սա էլ ըստ որոշ փորձագետ վերլուծաբանների խոսում է Իրանի հյուսիսային դաշնակցի հետ հնարավոր գաղտնի հանդիպումների մասին։ Կարծում եմ, որ սա ջանքերի համադրման նոված որոշակի հանդիպումներ կարող է լինել։ Թուրքիան որպես ԱՄՆ-ի դաշնակից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում ստանձնել է ակտիվ միջնորդական գործառույթներ։ Այս կոնտեքստում Թուրքիան կարող է դիրքավորվել որպես միջնորդ։ Թե դա ինչ արդյունք կտա, դժվար է ասել, որովհետև Թրամփը ըստ էության ոչնչացրել է բոլոր համաշխարհային խաղի կանոններն ու բանաձևերը։ Որպես տարածաշրջանային գերտերություններ Թուրքիա եւ Իրանի միջև կա նաեւ մրցակցություն։ Թուրքիայի դիրքի առավելությունը հայկական կողմի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ Սյունիքով անցնող ճանապարհի թրիփուղու շուրջ տեղի ունեցող զարգացումների կոնտեքստում։ Թուրքիան այդ նախագծին կողմնակից է եւ այն առաջ տանող պետություն է։ Իրանը ճիշտ հակառակը դեմ է։ Այս մրցակցության այսպես ծիրում Թուրքիան ստանում է առաջնահերթություն։ Վերլուծաբանների դիտարկմամբ շատ կարևոր է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր տարբեր խմբավորումների տեղափոխման համար։ Ինչի փորձեր ես կարծում եմ կլինեն, եթե Իրանի նկատմամբ երկարատև ռազմական գործողությունների սցենար պլանավորվի, ինչը քիչ հավանական եմ համարում։ Բացի այդ, ԱՄՆ-ի Իրանի դեմ հարձակման պարագայում Հայաստանը պետք է պատրաստ լինի Իրանից փախստականներին ընդունելու հարցում նաև։ Հայաստանն ըստ վերլուծաբանների քիչ ռեսուրսներ ունի նման հոսքերի դեմն առնելու համար։ Չեն լինի այնպիսի միգրացիոն հոսքեր, ինչպիսին շատերը պատկերացնում են։ Օրվա ընթացքում հայկական մեդիա դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ օրեր առաջ
Մեղրի սահմանային հատվածում 10-ից ավելի քաղաքացիներ կեսգիշերին մոտ փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել Հայաստանի եւ Իրանի պետական փշալարերով սահմանը։ Նրանց ազգային անվտանգության ծառայության սահմանապահները ձերբակալել են։ Ըստ քննչական կոմիտեի պետական սահմանը ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ։ 7 հոգի կալանավորված է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ քաղաքացիներին հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, որովհետեւ այն մեր պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչն է։ Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով ամեն տարի կատարելագործվելու է հավաքների անցկացման կարգն ու պայմանները։ Ձևավորել ենք տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության համակարգ։ Այն իրենից ենթադրում է մշտական համակարգ, որտեղ սկսած վարժ տողակից մինչև հրամանատարական կազմ մենք ունենում ենք սպայակազմի մշտական հաստիքներ եւ աշխատողներ, որոնց ֆունկցիան է վարժական հավաքների ժամանակ ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց եւ մարտական հերթապահության ընթացքում ապահովել նրանց ներդաշնակեցումը։ Պաշտոնական Երևանը թեև հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունը, աշխատում է եւ սկզբունքով Եվրամիության, ԵԱՏՄ երկրների, Միացյալ Նահանգների ու Հնդկաստանի հետ, սակայն Հյուսիսի դաշնակիցը հիշեցնում է, որ ժամանակ է գալու ընտրություն կատարելու կամ սկզբունքով եւ այդ օրը հեռու չէ, հաշվի առնելով Արևմուտքի հետ Երևանի սերտաճող հարաբերությունները։ Հայ քաղաքագետներն ասում են, օրինակը հեռու փնտրել պետք չէ, թե ինչ փորձություններ են սպասվում Եվրամիություն տանող ճանապարհին, հիշեցնելով հարևան Վրաստանում կատարվածը, երբ Եվրամիության դուռը բացելու գինը Մոսկվայի հետ հարաբերությունների էջը փակելու մասին էր։ Միանալ հակառուսական սանկցիաներին, երկրորդ ճակատ բացել Մոսկվայի դեմ։ Մինչև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարում էին, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը բռնած Երևանից վաղ թե ուշ Բրյուսելը պահանջելու է հակառուսական կուրս, լուրը տեղ հասավ։ Եվրոպան հաստատել է իր խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը, հաղթահարելով ամիսներ տևած դիվանագիտական փակուղին եւ Հունգարիայի վետոն։ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունից նշում են, Եվրամիության Հայաստանի հետ արագացված մերձեցումը, ինչպես ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Սերգեյ Լավրովի ղեկավարած կառույցի պաշտոնյան, բացասական հետևանքներ է ունենալու Երևան-Մոսկվա դաշնակցային հարաբերությունների, նաև հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած տեխնացու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է։ Ես նաև հույս ունեմ, որ Երևանը հասկանում է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարելը չի երաշխավորում ԻԵՄ անդամակցությունը։ Ռուս դիվանագետը իր խոսքը շարունակում է օրինակ բերելով արևմտյան Բալկանների փորձը, որոնք տասնամյակներ շարունակ, ինչպես ձևակերպել է Վլադիսլավ Մասլենիկովը, եղել են Եվրոպական միությանն անդամակցելու հերթում, իսկ այն, որ մի օր անպայման հակառուսական թուղթը Եվրոպայից նաև Երևան կուղարկեն, հայ փորձագետների համար լավագույն նախադեպը հարևան Վրաստանինն է, հենց մեր քթի տակ։ Կլասիկ դասական ուժնակը դա Վրաստանի տարբերակն է, երբ որ արդերի գունավոր հեղափոխությունից հետո Վրաստանը որդեգրեց արևմուտքին, Եվրոպական միությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու շատ հաստատական եւ համոզված կուրս եւ արևմուտքի թելադրանքով էլ պատերազմի մեջ մտավ Ռուսաստանի հետ եւ սառեցրեց բոլոր տիպի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ակնկալում էր, որ շուտով կդառնա եւ ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ, բայց դա ձգվեց մոտ 25-24 տարի եւ վճռական պահին, երբ որ պետք է արդեն Վրաստանը պատասխան ստանար, ինքը դառնում է ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիության անդամ, ինչպես խոստովանեց նախկին վարչապետ Ղարիբաշվիլին, նրա առջև դրվեց հակառուսական սանկցիաներին միանալու եւ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու պահանջը։ Ինչի մասին է վկայում ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունը, հայ-ռուսական երբեմնի ռազմավարական, եղբայրական հարաբերությունները, չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, այնուամենայնիվ այլևս առաջվանը չեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանի խոսքով Երևան-Մոսկվա շփումների ներկա փուլն իրականում ավելի սուր է, քան հնարավոր է այդ տպավորությունը ստանալ արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունից։ Այդ հարաբերությունները իրեն շատ վատ հարթության վրա են գտնվում, շատ իջեցված, նվազեցված, խզված վիճակում են գտնվում
Եվ կարծում եմ ուղղակի մեր իշխանությունները չեն գնում շատ կտրուկ քայլերի հասկանալու դրա տնտեսական կատաստրոֆի հետևանքները։ Միևնույն ժամանակ Երևանը շարունակում է հայտարարել արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցման մասին, ընդգծելով տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը։ Պաշտոնական աղբյուրների ձևակերպմամբ Հայաստանի քայլերը միտված չեն աշխարհաքաղաքական որևէ միավորի կամ դաշինքի դեմ։ Պարզապես այս կերպ մեր երկիրը փորձում է արագ փոփոխվող միջավայրում սեփական անվտանգային ու պետական շահերի հարցը լուծել։ Թեպետ իշխանությունները նաև չեն թաքցնում, գիտեն երկու աթոռի միաժամանակ չեն նստում, բանաձևել են ժամանակը կգա ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու, այլ ընդամենը դեպի Եվրոպա քայլ անելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Էներգետիկ հրադադար ռուս-ուկրաինական ճակատում Պուտինը ընդառաջել է Թրամփի խնդրանքին։ Թանկարժեք մետաղը ավելի է թանկանում, ուր կհասնի ոսկու գինը։ Պայմանական հրդեհ, իրական գործողություններ, հայ եւ ռուս փրկարարների համատեղ գործողությունները։ Կրթել, ոչ թե արգելել երեխաների թվային անվտանգության հարցը ԲՏԱ նախարարություն է հասել։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարակուսանք է հայտնել հայկական կողմի հայտարարությունների վերաբերյալ, թե ՀԱՊԿ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները Երևանի նկատմամբ 2022-ի սեպտեմբերին։ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գործընկեր երկրները հրաժարվում են երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Վարչապետն ասել էր, որ նման գործողությունները գոյության սպառնալիք էին ներկայացնում Հայաստանի համար։ Ինձ համար տարօրինակ է լսել այս ամենը, հնարավոր է մեջբերումը սխալ էր, ես չեմ հասկանում, թե ՀԱՊԿ-ի կողմից հայկական պետականության դեմ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Գուցե նրանք այլ բան նկատի ունեն։ Ձևակերպումները եւ փաստերը պարզաբանելուց հետո ռուսական կողմը պատրաստ կլինի բացատրություններ եւ մեկնաբանություններ տալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է խնդրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մինչև փետրվարի 1-ը չհարվածել Կիևին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը, սակայն ըստ ռուսական Ինտերֆաքսի, հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք խոսքը բոլոր հարվածների դադարեցման մասին է, թե միայն էներգետիկ օբյեկտներին։ Պեսկովը նշել է, որ մանրամասների վերաբերյալ ոչինչ չունի ավելացնելու եւ կրկնել է, որ իրենք խոսում են բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին։ Իսրայելի զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի հարավային Էլ-Կունեյտրայի նահանգի տարածքները, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Սիրիական լրատվամիջոցները փոխանցում են, որ գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները գնդակոծվել են խոշոր տրամաչափի գնդացիրներով։ Գնդակոծության հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Իրանը անհապաղ եւ վճռական կարձագանքի ցանկացած ագրեսիայի իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ըստ պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների Փեզեշքյանը հավելել է նաեւ, որ Իրանը ողջունում է երկխոսությունը եւ չի ձգտում պատերազմի։ Եվ կրկին Հայաստան Տեր-Պսակ Քահանա Մկրտչյանը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի հրամանով 20 եւ ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է եւ որպես հոգևորականներ իրենք ազատված են պարտականություններից։ Լրատվամիջոցները նաեւ գրում են, որ օրերս Մայրաթոռը Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացել, որ այսուհետև զինված ուժերում ծառայող գնդերեսները պետք է գործեն տվյալ զորամասի հրամանատարի ենթակայությամբ։ Եվ քիչ առաջ այս առնչությամբ պարզաբանում է տարածել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշել, որ տարընթերցումներից խուսափելու համար հրապարակում է հրամանը, այստեղ կարդում ենք. ուժը կորցրած ճանաչել Պաշտպանության նախարարի 2000 թվականի հրամանը եւ 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյա ծառայելական եկեղեցու նշանակած հոգևոր ծառայողների գործունեությունը Պաշտպանության նախարարության համակարգում։
Ոսկու եւ նավթի համաշխարհային գները շարունակաբար աճում են 1 գրամ 999.9 հարգի ոսկին կամ չերվոնի գինը տատանվում է 163-ից 166 դոլարի շրջանակում, 585 հարգի ոսկին 105 դոլարով է վաճառվում։ Թանկարժեք մետաղների գների բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև հեղուկ վառելիքի գինը։ Brent տեսակի նավթի գինը աճել է 4.3% սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կարճ ժամանակով հատելով 1 բարելի համար 70 դոլարի սահմանը։ Տնտեսագետ վերլուծաբանները շուկայում տեղի ունեցող այս վայրի վերումները բացատրում են հիմնականում քաղաքական անորոշությամբ։ Գների բարձրացմանը ըստ որոշ տեղական եւ արտերկրի փորձագետների նպաստել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Միացյալ Նահանգներ Իրան լարվածությամբ պայմանավորված։ Մի մասով մերձավոր արևելք, այսինքն հենց տարածաշրջանում եղած քաղաքական ռիսկերն են մի կողմից ազդում նավթի գների կամ դրանցած ընդհանուր առաջարկի կողմից ներկայացվող գների բարձրացման վրա, բայց մյուս կողմից համաշխարհային տնտեսական աճն է դրդում, այսինքն պահանջարկի կողմից էլ հնարավոր են լինեն որոշակի պատճառներ նավթի սպառողների կողմից, որը բերում է նավթի պահանջարկի մեծացման եւ նաեւ գների աճի։ Բայց հիմնական այս պահին կարելի ասել, որ գերակշռողը առաջարկի կողմից եղած փոփոխություններն են։ Բալահովիտում հայ-ռուսական մարդասիրական կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել պայմանական, բայց փրկարարների գործողությունները եղել են իրական, այսպես հայ եւ ռուս փրկարարները հերթական մարզումներն են անցկացրել, թե ինչպես պետք է վաղ փուլում կանխարգելել մարել կրակը, որ այն չտարածվի ու դառնա ավերածությունների պատճառ։ Հայ եւ ռուս փրկարարները համատեղ ուժերով հանգցնում են շինությունում առաջացած հրդեհը, որը կարող է լինել ավտոտնակ, պահեստ կամ այլ օբյեկտ։ Հրդեհը առաջացրել են իրենք փրկարարները։ Դժվար տեսանելիության բաց պայմաններում հրդեհաշիջմանն առնչվող տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կառուցված վարժական հրապարակում փրկարարները նախապես մշակված սխեմայով հերթով խաղարկում են իրավիճակային սցենարներ։ Մարվում է վառելիքի պահեստարանում բռնկած հրդեհը, տարհանվում են բնակելի շինությունում ծխահարված քաղաքացիները, դուրս են հանվում լիցքավորման կայանում վիրավորված անձինք։ Փրկարարները փորձարկում են նոր գործիքներ եւ պրակտիկայում փորձում են համակարգել համատեղ գործողությունները։ Ռուս եւ հայ փրկարարների համատեղ աշխատանքին հետևում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արման Ղազարյանն ու Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուդկոն։ Փորձի փոխանակումը կարևորում են երկու ստեկ։ На мой взгляд, этот полигон, он... Իմ կարծիքով այս պոլիգոնն իսկապես յուրահատուկ է եւ տալիս է գործնական գիտելիքներ հրդեհաշիջման աշխատանքում։ Նաեւ ծանոթացել ենք հումանիտար օգնության պահեստարաններին, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցույց տալու համար։ Ամենակարևորն արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելն է, որքան էլ պարզունակ հնչի, քան հետագայում դրանց արձագանքելը։ Դրա համար մշակելու ենք ռիսկային իրավիճակների մոդելավորում, մոնիթորինգ ենք անելու, աշխատելու ենք ԱԹՍ սարքերի հետ եւ այլն։ Գործընկերոջ հետ մենք 3 քննարկել ենք տարբեր հարցեր եւ տեխնիկական հագեցվածության եւ կրթական մեր ծառայողների համատեղ կրթական որակը ավելի բարձրացնելու նպատակով։ Փրկարարների համատեղ զորավարժության շրջանակում նաև ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում օգտագործվող փոխադրամիջոցներն ու տեխնիկան, որը վերջերս է ձեռք բերվել։ Ենթադրվում է, որ դրանք էականորեն կարող են արագացնել եւ բարելավել փրկարարների աշխատանքը։ Մյուս կողմից ծառայության տնօրենը խոստովանում է, որ փրկարարների ավտոպարկում դեռ չկան օրինակ բարձրահարկերի համար նախատեսված շարժական սանդուղքներ։ Հիշեցնենք, Երևանում այս պահին 35 հարկանի 5 շենք է կառուցվում։ Տեխնիկայի տեսանկյունից դեռևս չկա նմանատիպ հագեցվածություն, սակայն հնարավորությունները միայն տեխնիկայով չեն, այսինքն այդ սանդուղքներով չի, որ պարտադիր պետք է հնարավորություն լինի բարձրանալ ամենավերին հարկը եւ քննարկման արդյունքում կարող են մեկ հարկ ցածր կամ մեկ հարկ բարձր համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Ծառայության տնօրենը վստահեցնում է, որ գալիք տարիներին փրկարար ծառայությունը համալրվելու է տարբեր անհրաժեշտ շարժակազմերով։ Կլինի դրանց շարքում գեթ 1 բարձր հարկեր հասնող սանդուղք, դեռևս պարզ չէ։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։
Առողջապահության նախարարը պարզաբանել է, թե ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս արմետ հավելվածում ընդգրկվելու համար։ Եթե նա չգիտի ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել հավելված, ապա պետք է մոտենա պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որտեղ նրան կօգնեն գործընթացը իրականացնել։ Անահիտ Ավանեսյանը նաև նկատել է, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր արմետ հավելվածը, բայց որևէ խնդրի պատճառով շտապօգնության միջոցով հասել է հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու համար։ Այդ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի եւ քաղաքացին կստանա իր բուժօգնությունը։ Ինչ վերաբերում է հիվանդանոցային հերթերին, ըստ նախարարի դրանք զգալի կրճատվել են պայմանավորված օնլայն հերթագրման համակարգով։ Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա։ Երեխաների թվային անվտանգության հարցերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Ծնողների հետ հանդիպմանը նախարար Հայրապետյանը քննարկել է խաղային հարթակներին վերաբերող մի շարք հարցեր։ Քննարկվել են, որ ինտերնետ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ։ Նախարարը շեշտել է, որ պետության մոտեցումը հիմնված է կրթության եւ իրազեկման, ոչ թե սահմանափակումների կիրառման վրա։ Նրա խոսքով առկա են գործիքներ, որոնք կարող են նվազեցնել համացանցային ռիսկերը, սակայն առանց ծնողների մասնակցության հնարավոր չէ ապահովել երեխաների անվտանգությունը թվային միջավայրում։ Մի բան փակես երեխեքը ուրիշ բան խաղան, երկրորդը շատ հեշտ VPN կսովորեն, շատ ավելի հեշտ քան իրենց ծնողները, բայց լրիվ անտեսել չէ, որովհետև այդ նույն խաղերում կարող են լինել տարբեր օրինակ հոգեկան խնդիրներում մարդիկ, որոնք կարող են ոսալ երեխաներին, հա։ Ուստեղ կարևոր է, որպեսզի դպրոց, հասարակություն, հասարակություն, պետություն այստեղ պետք է համագործակցություն լինի, հակառակ դեպքում լուծում չենք ունենա։ 2025 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է 7569 վերահսկողական միջոցառում, որի արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում։ Առավել հաճախ արձանագրված խախտումները ըստ տեսչականի ղեկավարի եղել են ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը։ Հաճախ խախտվել են նաև պահման պայմանները, անձնական հիգիենայի եւ սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննությունների պարբերականությունը։ Բացակայել են անվտանգություն հավաստող փաստաթղթերը, բացի այդ Հայաստանի տարածքում 2025-ին եղել է 31000 տոննա մսի մորթ, նոր կարգավորումների շրջանակում գրեթե 8 տոննա միս է առգրավվել եւ ոչնչացվել։ Անդրադառնալով սննդային գործոնով պայմանավորված թունավորումներին, Պետրոսյանը նշել է, որ հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում։ Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից մեկն է, 2025 թվականին արձանագրվել է 21 թունավորման դեպք, տուժել է 64 մարդ, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմանոցներից մեկում, թունավորվել է 12 մարդ, մնացած բոլոր տեղերում թունավորումները եղել են 1-2 հոգի։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Կապել ամրագոտիները, Full House-ը վայրեջք է կատարում կինոթատրոններում, Միկում ջուր պապակ շուրթերին, Աղի Բլիթն ու Սուրբ Սարգսի տոնը հայաստանյաց եկեղեցիներում։ Մեթյո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Կապել ամրագոտիները, կինոթատրոններում վայրեջք է կատարել, Full House-ը արդեն ֆիլմի տեսքով։ Էկրաններին հայտնի ու սիրված դերասաններն են ավելի հասուն տարիքում, բայց անցյալի հետ ամուր կապով։ Օրինակ սիթքոմի Թամարայի երազանքը կատարվել է, նա բազմազավակ մայր է դարձել, իսկ Հրաչը մեծացել, լրջացել է։
Full House վայրեջք գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է տարիներ անց սիրված սիթքոմը Full House-ը վերադարձել է ֆիլմի ձևաչափով։ Վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի, սակայն սիրված հերոսները վերադառնում են լրիվ նոր պատմությամբ, խոստանալով անսահման ծիծաղ ու անսպասելի շրջադարձեր։ Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը պատմում է ֆիլմ ստեղծելը փոքր-ինչ դժվար էր, քանի որ այն պետք է չկրկներ սիթքոմի բովանդակությունը։ Դրա խոսքով սա հայաստանյան սիթքոմի պատմության մեջ առաջինն է, որ որպես ֆիլմ է բարձրանում էկրան։ Բոլորի համար ինքը եղել է սպասված եւ բոլորը շատ մեծ հաճույքով են եւ մեծ եռանդով են աշխատել ֆիլմի շուրջ։ Ֆիլմում արդեն սիրված կերպարներն են Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, նաև Մոսո Կարապետյանը, Գարիկ Սեփխանյանը եւ Աղաս Մանուկյանը։ Տարբերությունն այն է, որ ֆիլմում տարիներն արդեն փոխել են կերպարների կյանքը, ոմանց դարձնելով ավելի խոհեմ, մյուսներին էլ մղելով անսպասելի արարքների։ Ռեժիսորը Կարեն Ամյանն է, որը 7 տարի շարունակ հեռուստաեթերում ցուցադրված սիթքոմն է նկարահանել։ Սցենարի համահեղինակները Գրիգոր Դանելյանն ու Գարիկ Սեփխանյանն են։ Գրիգոր Դանելյանն ասում է, ժամանակն էր, սպասում էին Full House-ի վերադարձին։ Այս հարցը Full House-ը երբ է լինելու, կարծում եմ բոլորը կփաստեն, որ ոնց էս, ինչ կա չկա հարցերից ավելի շատ կշռող մաս է կազմել մեր կյանքում, Full House-ը երբ է լինելու հարցը։ Երբ որ դու հանդիպում ես մարդուն, նույնիսկ բարև չի տալիս, առաջինը հարցնում է դա։ Կլինենք թե չէ, բայց Full House-ը լինի թե չէ։ Ֆիլմում իրականացել է Մարջան Ավետիսյանի կերպարի երազանքը, չափազանց հուզական Թամարան բազմազավակ մայր է։ Դերասանուհու խոսքով այս նախագիծն իրենց կյանքից չի հեռանում։ Այս ամենը մի տեսակ չի անհետանում մեր կյանքից, որովհետև չափազանց երկար ժամանակ ենք ընկածել այդ կերպարների հետ ու կարծում եմ շատ դիսոնանս չի լինելու, այսինքն մենք շատ դուրս չենք թռել այդ կերպարների միջից, դեռ այնտեղ ենք, իրենց հետ ենք, իրենք էլ մեզ հետ։ Նախագիծը ճակատագրական դարձավ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համար, որոնք համատեղ աշխատանքի ընթացքում սիրահարվեցին ու ընտանիք դարձան։ 14 թվականից սկսած ու հասկացա, որ այս 12 տարիների ընթացքում մեզանից յուրաքանչյուրը իր մեջ սենց փայփայել է այս օրը, բայց համարձակություն չի ունեցել արտահայտվելու, չէ՞, կա չէ՞ այդպես։ Մոսո Կարապետյանի խոսքով իր մարմնավորած կերպարը հրաչը լրջացել, մեծացել ու բարիացել է։ Ֆիլմի նկարահանումներին չի կարողացել մասնակցել սիթքոմում Զարային մարմնավորող Քրիստինա Եղոյանը, արտերկրում գտնվելու պատճառով։ Սեր, հոգատարություն, համախմբվածություն եւ ընկերություն։ Սա է Full House վայրեջքի գլխավոր ուղերձը։ Ֆիլմը միջազգային ցուցադրություն կունենա Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Կանադայում։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Աբոյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ էկրաններին թող ավելի մոտ նստեն նրանք, ովքեր պատրաստվում են աղի բլիթ ուտել եւ երազում տեսնել սիրելին, բայց պայման կա, որքան էլ ծարավեք, ջուր պետք է չխմեք, այլապես խորհուրդը չի կատարվի։ Այսպես սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում վաղը պատարակ կմատուցվի եւ կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Իրենց բաժին աղաբլիթն են տուն տանում, որ գիշերն այն ուտեն ու սպասեն այդքան խորհրդավոր երազին։ Վաղը հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, սիրո երազանքն իրականացնողն է։ Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում եւ այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված։ Արդեն Քրիստոս մի դրոշ մեր դրել նրա ճակատին, որ ինքը պետք է հանուն քրիստոնեության զոհվի, նահատակվի եւ այդ սերը տարածի հազարամյակներ հետո, որի մեջ մենք այսօր ենք։ Այսօր երեկոյան պետք է խոկում տեղ ունենա Սուրբ Սարգիս եկեղեցում։ Սուրբ Սարգսի տոնին սպասում են հատկապես չամուսնացածները։ Տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որոնցից մեկն էլ տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելն է։ Խորհուրդը հարսնացուին կամ փեսացուին երազում տեսնելն է։ Հնում օրվա հիշատակելի սովորույթներից էր նաև փոխինձով մատուցարանը։ Այն դնում էին տանտանիքին կամ պատշգամբին եւ սպասում Զորավարի ձիուպայտի հետքին, որն էլ իր առանձնահատուկ խորհուրդն ուներ։ Ալուրի կամ փոխինձի սկուտեղը դնում էին տանիքին, որպեսզի Սուրբ Սարգիսն այնտեղով նշան թողնի, որ հասկանան, որ Աստծո օրհնությունն իրենց ընտանիքել է եկել։ Շատ կարևոր է, որ երիտասարդները իրենք հասկանան, որ սա
իրենցն է, զգեստավորվեն այդ սիրո տոնով, լուսավորվեն, սեր շռայլեն եւ որ կողմնային սեր գտնեն։ Ավանդության համաձայն բլիթը պետք է բաժանել 7 մասի եւ ուտել մինչեւ վերջ։ Ուտելուց հետո պետք է քնել առանց ջուր խմելու։ Աղի բլիթ պատրաստել եւ երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության ապրած սիրո տարոզ փոխանցել եւ այդ լուրջ ու պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած երջանիկ կինը կամ սիրահարված աղջիկը։ Սուրբ Սարգիսը իր արագահաս ձիով գալի հասնում օգնում է եւ բարեխոսում է մեր բոլորիս համար, որպեսզի մեր ժողովուրդը լինի պտղաբեր եւ այս տոների միջոցով մենք կարողանանք նաեւ թոթափել մեզանից այն հոգսը, բեռը, որ դրված է ամբողջ աշխարհի ուսերի։ Վաղը երիտասարդները տոնի արդիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք պիտի նվիրեն, իսկ զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է Իդրամի առաջատար եւ նորարար դերը որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները, նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը, տնտեսական ակտիվության խթանմանն ու երկրի թվային ֆինանսական ենթակառուցվածքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամի եւ Exim Pay-ի հետ համագործակցության մեկնարկը տրված է։ Այս քայլով Իդրամը ընդլայնում է իր միջազգային գործընկերությունների շրջանակը, ինչը եւս մեկ կարևոր քայլ է երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման համար։ Այս համագործակցության շրջանակում WeChat Pay օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Իդրամ QR-ի միջոցով ավելի քան 26000 վաճառակետերում, պարզապես սկանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat Pay նույն ինքը WeChat հավելվածով։ WeChat Pay ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը, դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտների վրա։ Իսկապես իրենց համար զարմանալի է, այդ որ այսպիսի փոքր երկրի մեջ մի գազམ་ագերբություն հնարավորություն է ստեղծել թվային նենց հնարավորություն, որտեղ հաջախորդը սխալվելու հնարավորություն էլ չունի։ Այս համագործակցությունը մեր լայն օգտատերերի բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ եւ հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում գնումների, սննդի տրանսպորտի ոլորտներում, Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Այս թվային գործիքը կարծում եմ ուղիղ ազդեցություն կունենա դեպի մեր երկիր, Չինաստանից զբոսաշրջիկներ այցելելու վրա։ Համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերը իրենց հերթին կկարողանան Իդրամ ID բանկ հավելվածով վճարել Չինաստանում Weixin QR-ի միջոցով։ Խթան է, որ տուրիստը գա իրենց մոտ եւ չմտածի որ բանկային կարտով փորձեն վճարել եւ այլն, այլ իրենց հավելվածով որպես դան ոնց որ որպես դանը կարողանան այդ վճարումները կատարել։ Այս համագործակցությունը վկայում է, որ Իդրամը ոչ միայն առաջատար է տեղական շուկայում, այլ նաեւ տարածաշրջանում ստեղծում է, ձևավորում է բաց, ինտեգրված եւ փոխշահավետ ֆինանսական էկոհամակարգ։ Սերտ համագործակցությունը Իդրամի հետ կնպաստի Հայաստանի եւ Չինաստանի միջև տնտեսական, առևտրային եւ մշակութային կապերի խորացմանը։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Զգուշացեք, Telegram ալիքներում կրկին խաբեություն է տարածվում, հակերները այս անգամ իբր փորձում են օգնել ձեզ պաշտպանվել կիբեր հարձակումներից, բայց իրականում հենց իրենք են գրոհի հեղինակները։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն էլ վերսկսել է աշխատանքը օրվա կարևոր հաջորդիվ, մեկ տեսաշարում։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք այսուհետև ամեն շաբաթ կանցկացվեն, լրատվամիջոցներին տեղեկացրել են խորհրդի անդամները։ Այսօրվա նիստում քննարկել են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայրօրենքի նախաբանին, որտեղ էլ հղում կա մեր անկախության հռչակագրին, դեռ չեն հասել, հետևապես այն պահել-չպահելու որոշումը չկա։ Արցախից Հայաստան օրերս տեղափոխված քաղաքացիները ստացել են բուժօգնություն եւ գտնվում են վերահսկողության ներքո, իսկ Բաքվի բանտից հայրենադարձված Վագիվ Խաչատրյանին վիրահատել են, խորհրդարանական քննարկումներից հետո հայտարարել է առողջապահության նախարարը։ Ավանեսյանի փոխանցմամբ Վագիվ Խաչատրյանի վիրահատությունը լավ է անցել, նա վերականգնման փուլում է։ Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեկչյանի մոտ էլ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել Երևանի բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո, տեղեկությունը հաղորդել է նրա կինը։
Եթե 2025 թվականին վերադարձվում էին ԽՍՀՄ խնայի բանկերում մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդները, ապա կառավարության նոր որոշմամբ այդ գումարները կկարողանան ստանալ մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, ծրագրի շահառուների թիվը կավելանա մինչև 6000-ով։ Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում լիովին դրական է գնահատել Գելափի հարցմանը մասնակցած քաղաքացիների միայն 14.8%-ը, եւս 20%-ը կարծում է, որ իրավապահ այդ կառույցում փոփոխություններ չեն եղել։ Երևանցիների 29.6%-ը օդի աղտոտվածությունն է համարում մայրաքաղաքի ամենակարևոր խնդիրը, 26.5%-ը խցանումները։ Տելեգրամում բացվել է ալիք, որը հայերեն նամակներ է ուղարկում հարթակի օգտատերերին, ներկայանալով Տելեգրամի անվտանգության թիմից։ Ուղարկած հաղորդագրություններում նշում են, թե քաղաքացու օգտահաշվի հետ կապված կասկածներ ունեն, որ փորձ է արվում կոտրել։ Առաջարկում են օգնություն, սակայն իրականում մեդիա անվտանգության փորձագետները հորդորում են անտեսել այդ նամակը, ալիքը բլոկավորել եւ հարթակում ակտիվացնել անձի երկփուլանի նույնականացումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով։ Սպասվում է ձյուն։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 6-ին։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 0-ից 6 աստիճան։ Լոռիում 8-ից 12, Տավուշում 11-ից 15 աստիճան, Հարերատում Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 11-ից 15, Սյունիքի նախալեռներում 8-ից 13 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 3-ից 5 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 0-ից 2 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ բարի հանգստյան օրեր եմ մաղթում։